Ականանետեր, անօդաչու թռչող սարքեր և փոքր հրթիռային կայաններ։ Հայկական արտադրության զենքերը, զինամոթերքն ու դրանց կիրառման նորարարական տեխնոլոգիաները ներկայացնում են հայ ինժեներներն ու հայկական ընկերությունները։ Կարգախոսը մենք ենք մեր սարերը վերելք։ Ըստ կազմակերպիչների այն խորհրդանշում է հայկական տեխնոլոգիական մտքի ուժը, զարգացումն ու առաջընթացը։ Մարդաշատ է մարզահամերգային համալիրի բակն ու նախասրահը։ Եկել են տեսնելու հայկական առաջատար ռազմաարդյունաբերական լուծումներն ու գիտական նվաճումները։ Ընկերությունների մի մասը արդեն իսկ համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ։ Եվ ցուցադրված զենքերի և զինամթերքի մեծ մասը մատակարարել է Պաշտպանության նախարարությանը։ Որոշ տեսակներ էլ կիրառվում են ուսումնական նպատակներով։ Սրանք նախագծվել է Հայաստանում։ Հայկական զինանոցը համալրած նոր տեսակի անօդաչու թռչող սարքերից է UL-350-ը, որը նոր հնարավորություններ է ընձեռում օդային մարտերում։ Մենք տալիս ենք ուղիղ եթեր վերևից, այսինքն դա օգնում է թե հրետանու կրակի կառավարմանը, թե օգնում է հետախուզությանը, որը որ պակասացնում է մարդկային կյանքի ռիսկերը, հենց սահմանագծում, առաջնագծում։ ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող ընկերությունները պարզվում է Հայաստանում բավականին շատ են, սակայն տարբեր են դրանց ռազմական խնդիրները։ Հետևյալ օրինակը նախատեսված է 3-րդ կարգի զրահապատ տեխնիկայի մինչև 200 մմ հաստությամբ զրահը խոցելու համար, կիրառվում է ԱԹՍ-ին ամրացված ձևով, այսինքն կամիկաձե տեսակի է, ցուցադրված է նաև օպտիկա մանրաթելային մալուխի կիրառմամբ կապը, որը որ բացառում է էլեկտրոնային միջոցներով ճնշման հավանականությունը։ ԱԹՍ-ների, տեսախցիկների և այլ թվային համակարգերի կառավարումն ու համակարգումը ևս փորձել են ավելի արդյունավետ դարձնել։ Եթե օրինակ ԱԹՍ-ն պետք է խոցի ինչ-որ թիրախ, չէ՞ միջև այդ թիրախը խոցելը ինքը պետք է արվի հետախուզություն, պետք է գտնվի այդ թիրախը, կոորդինատը դունհանվի համապատասխան պրոցեսով, հրամանով, ֆորմատով փոխանցվի այդ, ասենք, խոցող հաշվարկին։ Եթե այդ միջանկյալ այդ համակարգը չկա, այդ ամեն ինչը դառնում է ԱԹՍ-ն ծուռախոցում, չգիտեմ, հետախուզությունն էլ ժամանակից ուշ է այդ ինֆորմացիան տեղ հասնում։ Մենք ոնց որ այդ դերն է, այդ կառավարման պրոցեսն է եւ իր թվային գործիքակազմով եւ իր պրոցեսներով։ Ռազմաարդյունաբերական ընկերություններից մեկի ներկայացուցիչ Սուրեն Գալստյանը նշում է, իրենց արտադրության ականները, ականանետերն ու նռնականետերը միայն հայկական բանակում չէ, որ ունեն մեծ պահանջարկ։ Որոշները դուք տեսել եք նաեւ զորհանդեսի ժամանակ, ինչպես նաեւ մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում եւ դրա համար մենք նաեւ ակտիվ աշխատում ենք այս պահին արտահանման ուղղությամբ։ Հայկական արտադրության փոքր հրթիռային կայանը տարբերվում է այլ երկրների արտադրանքից իր ավտոմատացված համակարգով։ Դրամաչափը 122 մմ, ունի 12 փող, հնարավորություն ունի ավելացնելու, ղեկավարվում է պլանշետի միջոցով, նաև ինչու ոչ մեխանիկական հաշվարկի միջոցով։ Ռազմաարդյունաբերական ցուցադրությունը մեկ հարթակում է միավորել գիտությունը, միտքը և նորարարությունը, նպատակ ունենալով խթանել ոլորտի կայուն առաջընթացը։ Մանուշակ Մելքոնյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։